1908 թվականին Թուրքիայում իշխանության եկած երիտթուրքական միություն եւ առաջադիմություն կուսակցությունը որդեգրեց պանթյուրքիզմի ազգայնամոլ քաղաքականությունը։ Նպատակն էր ոչ թուրք ազգի մուսուլմաններին ձուլել թուրք բնակչությանը, իսկ ոչ մուսուլման եւ ոչ թուրք ժողովուրդներին վտարել կայսրության ասիական հատվածից կամ բնաջնջել։ Առիթը չուշացավ։ 1914 թվականի հուլիսի 28-ին սկսված առաջին աշխարհամարտը երիտթուրքերին հնարավորություն էր ընձեռում իրագործելու պանթյուրքիստական երազանքը։ 1915 թվականի սկզբներին կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստում իթեատականները երիտթուրքերը որոշեցին արևմտահայության բնաջնջման եւ տեղահանության կոնկրետ եղանակները։ Հայերը աներանելի վիճակում էին։ Տղամարդկանց մի մասը զորակոչվել էր բանակ, հետո ոչնչացվել։ Իսկ հասարակական, հոգևոր եւ կուսակցական ազդեցիկ դեմքերի մեծ մասը կամ սպանվել էր, կամ էլ աքսորվել։ Չնայած նման ծանր վիճակին, Արևմտյան Հայաստանում եւ Փոքր Ասիայի հայաբնակ մի շարք վայրերում հայ բնակչությունը կարողացավ ինքնակազմակերպվել եւ հերոսական դիմադրություն ցույց տալ թուրք եւ քուրդ ջարդարարներին։ Այդ վայրերից էին Վանը, Շատախը, Սասունը, Մուսալերը, Ուրֆան եւ այլն։ Առաջին լուրջ ինքնապաշտպանական դիմադրությունը կազմակերպեց Վանի վիլայեթի հայությունը։ Այսպես, ստանալով թուրքական կենտրոնական կառավարության հրամանը, դեռ 1914 թվականից Վանի կուսակալ նշանակված Ջևդետ Բեյը, որն Էնվեր Փաշայի աներորդին էր, 1915 թվականի ապրիլից սկսեց իրականացնել Վանի ու նրա գավառների հայերի զանգվածային բնաջնջման ծրագիրը։ Ստեղծվեց խիստ լարված դրություն։ Ընդհատվեց Վան քաղաքի երկու մասի՝ քաղաքամիջի եւ Այգեստանի կապը, որոնք միմյանցից բաժանված էին թուրքական թաղամասով։ Իրավիճակը շտկելու հայ քաղաքական հասարակական ղեկավարության բոլոր ջանքերը զուր անցան։ Վանի հայությունը հասկացավ, որ միակ փրկությունը ինքնապաշտպանությունն էր։ Ուստի մինչ այդ հակամարտությունների մեջ գտնվող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հնչակյաններ, ռամկավարներ, դաշնակցականներ մի կողմ թողեցին բոլոր տարաձայնություններն ու միասնաբար կանգնեցին թուրքական զորքերի դեմ։ Այգեստանում ստեղծվեց կոալիցիոն զինվորական մարմին, Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը, որի ղեկավար ընտրվեց Արմենակ Եկարյանը։ Կազմում ընդգրկվեցին Գրիգոր Բուլղարացին, Արամ Մանուկյանը, Փանոս Թերրեմեզյանը եւ այլք։ Հայկակ Կոսոյանի ղեկավարությամբ նույնպիսի զինվորական մարմին եւ ենթակառույցներ ստեղծվեցին քաղաքամիջում, որտեղ հայերը ավելի անբարենպաստ վիճակում էին։ Ներկայացնելով իրավիճակը, Արմենակ Եկարյանը միասնական պայքարի կոչ արեց։ Վանն առաջին անգամ չէ, որ ցույց պիտի տա իր համերաշխ ոգին, երբ գործ ունի ընդհանուր թշնամիի հետ։ Այդ ոգին իր փառավոր անցյալն ունի։ Այս անգամ էլ պիտի տանենք այս կռիվը միևնույն համերաշխ ոգով, առանց կուսակցական խտության։ Արսեն Գեորգիսյան, Վասպուրականի հերոսամարտը։ Զինվորական մարմնին կից ստեղծվեցին այլ ստորաբաժանումներ եւս՝ ամրաշեն խումբ, օժանդակ մարմին, տեղեկատու դիվան, ոստիկանական վարչություն, դատարան, հայթայթիչ հանձնաժողով, նպաստաբաշխ մարմին, հայ ինքնապաշտպանության կարմիր խաչ եւ այլն։ Այգեստանը բաժանվեց 7 պաշտպանական շրջանների 79 դիրքերով, քաղաքամեջը 4 պաշտպանական շրջանների 25 դիրքերով։ Թուրքերն ունեին շուրջ 10-12 հազարանոց կանոնավոր բանակ եւ ուժեղ սպառազինություն, այդ թվում 12 թնդանոթ։ Նրանց աջակցում էին գերմանացի փորձված սպաներ։ Մարտերը սկսվեցին ապրիլի 7-ի վաղ առավոտյան։ Հերոսամարտի երրորդ օրը ապրիլի 9-ին Վանի Այգեստանի մարտիկներին հաջողվեց ոչնչացնել Համուդ աղայի զորանոցը, որը գերակայող դիրք ուներ հայերի նկատմամբ։ Դա կազմակերպեց բուլղարացի Գրիգորը մի խումբ արհեստավորների օգնությամբ հայկական դիրքերից մինչև զորանոց ստորգետնյա անցք փորելով եւ պայթեցնելով այն։ Քաղաքամիջում եւս կազմակերպած դիմադրությունը հաջողությամբ ընթացավ, չնայած որ այն կտրված էր Այգեստանից եւ թվապես խիստ զիջում էր։ Վանեցիներին չնչեց նաև այն, որ Ջևդեթը ապրիլի վերջերին քաղաքամեջ քշեց Վանի շրջակա գյուղերի ողջ մնացած հայ կանանց ու մանուկներին, նպատակ ունենալով ուժեղացնելու սննդամթերքի ճգնաժամը։ Ռազմական գործողությունների արդեն երկրորդ տասնօրյակում հայերի դիմադրողական ուժն աճեց, քանի որ նրանք արդեն ձեռք էին բերել կռվելու բավարար փորձ, իսկ զենք հայթայթելու համար ստեղծել էին զինարան, փամփշտարան եւ վառոդարան, որտեղ աշխատում էին համապատասխան արհեստավորներ ու մասնագետներ։ Կարողանում էին արագությամբ վերանորոգել վնասված զենքերն ու պատրաստել նորերը։ Անգամ կարողացան զուլել 2 թնդանոթ։ Չնայած քաղաքի գրեթե չդադարող հրետակոծմանը, Վանի վրա արձակվեց մոտ 16000 արկ։ Քանդված ամրությունները գիշերը վերստին վերականգնվում էին։ Մայիսի 3-ին թուրքերը լուր առնելով, որ ռուսական զորքերն ու հայ կամավորները մոտենում են, վերջին անգամ գնդակոծեցին քաղաքն ու հեռացան։
Նույն օրն արդեն քաղաքը ամբողջովին գտնվում էր հայերի հսկողության տակ եւ Վանի բերդի վրա ծածանվում էր հայոց դրոշը։ Իսկ արդեն 1915 թվականի մայիսի 6-ին Վանի հայ ինքնապաշտպանության մարմինը հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված վերջին կոչ դիմումով։ Այսօր ահա հայկական դրոշակն է, որ հազարավոր տարիներու ընթացքին առաջին անգամ լալով կծածանի Վանի պատմական բերդի բարձունքներուն վրա եւ առաջին անգամն է, որ բռնությունը հայ զինվորի գնդակին հալածված փախչի ինչքով, ընտանիքով եւ իշխանությամբ։ Արսեն Գեորգիսյան, Վասպուրականի հերոսամարտը։ Վանի ինքնապաշտպանությունը տևեց 27 օր։ Հայ բնակչության խիզախ ինքնապաշտպանության շնորհիվ թուրքական զորքերին չհաջողվեց լիովին կեսագործել այդ շրջանի հայ բնակչության ցեղասպանության իրենց մտադրությունը։ Այսպիսով, ապրիլի 24-ը պարզապես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր չէ, այլ զոհերի եւ հերոսության հիշատակի օր։